Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի նախագահություն, հարգելի պատգամավորներ, լրագրողներ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի համաձայն ձեզ եմ ներկայացնում Հայաստանի Հանրապետության դատախազության 2024 թվականի գործունեության մասին հաղորդումը, որը 2025 թվականի մարտի 31-ին ուղարկվել է Ազգային ժողով և հրապարակվել դատախազության պաշտոնական կայքում։ Հաղորդումը ի թիվս այլնի ներառում է պետական և համայնքային շահերի պաշտպանության, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտներում կատարված աշխատանքը, ուսումնասիրությունները և դատարան ներկայացված հայցերը, պետությանը և համայնքներին վերադարձված գույքերն ու դրամական միջոցները, հանցավորության և կոռուպցիայի դեմ պայքարը, քրեական վարույթի նկատմամբ հսկողությունից ու դատարանում մեղադրանքի պաշտպանությունից մինչև պատիժների և հարկադրանքի միջոցների կատարման նկատմամբ հսկողություն, զինվորական ծառայության հետ կապված հանցագործությունների կանխումը, բացահայտումը և պատժումը, ինչպես նաև զինված ուժերի նյութական ապահովության նկատմամբ ոտնձգությունները բացահայտելուն ուղղված պետական շահերի պաշտպանության հարցադրումներով ուսումնասիրությունները պատճառված վնասի վերականգնումը։ Հարգելի գործընկերներ, Ազգային ժողովի պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում մանրամասն ներկայացվել են ներքին գործերի նախարարության ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի տվյալների հիման վրա դատախազության կողմից մշակված և հաղորդման մեջ մանրամասն շարադրված 2024 թվականի ընթացքում հանցավորության կառուցվածքը, դինամիկան, հանցագործությունների դեմ պայքարի և հանցավորության հակազդման ուղղությամբ կատարված աշխատանքները։ Ուստի իմ ելույթում չեմ կրկնի արդեն այն, ինչ քննարկել ենք հանձնաժողովում։ Բայց այս համատեքստում կցանկանամ ընդգծել, որ 2024 թվականին նախաքննության մարմինների կողմից ավարտվել է 38058 քրեական վարույթ։ Հիշեցնեմ, որ 23 թվականին ներկայացված հաղորդման թիվը 33396-ն էր։ Նշված գործից 11801-ը 13179 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։ Հիշեցնեմ, որ 23 թվականին 8393-ն էր 10115 անձի վերաբերյալ։ Թվերի համադրությունը ցույց է տալիս, որ 2024 թվականին ավարտվել է 4662-ով կամ 14%-ով ավելի քրեական վարույթ, քան 23 թվականին, և դրանցից մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 3408-ով կամ 40.6%-ով ավելի քրեական վարույթ։ Կարճվել է 1264-ով կամ 5.1%-ով ավելի քրեական վարույթ։ 2024 թվականի ընթացքում ավարտված քրեական վարույթների 42.1%-ը քննվել է մինչև 2 ամիս ժամկետում, 21.5%-ը մինչև 4 ամիս ժամկետում, 15%-ը մինչև 6 ամիս ժամկետում, 11.9%-ը մինչև 1 տարի ժամկետում և 9.5%-ը 1 տարուց ավելի ժամկետում։ 2024 թվականին, ինչպես ընթացիկ, այնպես էլ ավարտված քրեական վարույթներով վերականգնվել է պետությանը և համայնքին պատճառված շուրջ 107 միլիոն 389 հազար ամերիկյան դոլարին համարժեք 42 միլիարդ դրամի վնաս։ Հիշեցնեմ, որ անցյալ տարի վերականգնված վնասի թիվը 34 միլիարդ 300 միլիոն էր։ 2024 թվականին դատարաններում քննվել և ավարտվել է 9830 քրեական գործ 10691 անձի վերաբերյալ։ Հիշեցնեմ, 2023 թվականին 5080 գործեր 5485 անձի վերաբերյալ, 22 թվականին 3208 գործեր 3690 անձի վերաբերյալ։ Թվերը համադրելու արդյունքում ստացվում է, որ 2024 թվականին դատարաններում քննվել և ավարտվել է 4750-ով կամ 93.5%-ով ավելի գործ, քան 23 թվականին։ Արդարացման դատավճիռներ են կայացվել դատարանում ավարտված գործերի ընդամենը 1.8%-ով։ 2024 թվականին դատարաններում քննված քրեական գործերով հանցագործությամբ պատճառված ընդհանուր վնասը կազմել է 6 միլիարդ 875 միլիոն 164 հազար դրամ, 23 թվականին 663 միլիոն 495 հազար դրամ։ Դատական քննությամբ ավարտված գործերով վերականգնվել է 210 միլիոն 481 հազար դրամ, 23 թվականին վերականգնվել էր 173 միլիոն 385 հազար դրամ։ Շարունակելով պետությանը և համայնքներին վերադարձված գույքերի և դրամական միջոցների թեման նշեմ, որ դատախազությունում վերլուծվել են 18-24 թվականների ընթացքում ընթացիկ և ավարտված քրեական վարույթներով, ինչպես նաև դատարաններում ավարտված քրեական վարույթներով, պետական և համայնքային շահերի պաշտպանության հայցերով ու հաշտություններով, զինվորական դատախազության կողմից կիրառված դատախազական ներգործության միջոցներով, իսկ 2023 թվականից նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործիքակազմի կիրառման արդյունքում Հայաստանի Հանրապետությանը և համայնքներին վերադարձված գույքերի և դրամական միջոցների ցուցանիշները։ Ըստ վիճակագրության և
առկա փաստական վերականգնումների վերաբերյալ տվյալների 2018-24 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետությանը եւ համայնքներին է վերադարձվել շուրջ 210 միլիարդ 79 միլիոն դրամի 536 միլիոն 216 հազար ամերիկյան դոլարի մասին է խոսքը գույք եւ դրամական միջոց, որից 46%-ը կամ 96 միլիարդ 934 միլիոն դրամի, դա մոտավորապես 247 միլիոն 773 հազար ամերիկյան դոլար է, գույքն ու դրամական միջոցը վերականգնվել է միայն 2023 եւ 2024 թվականներին։ Դինամիկան հետեւյալն է. 2018 թվականին վերականգնվել է շուրջ 39 միլիարդ 571 միլիոն, 2019 թվականին 10 միլիարդ 327 միլիոն, 2020 թվականին 12 միլիարդ 256 միլիոն, 21 թվականին 15 միլիարդ 467 միլիոն, 22 թվականին 35 միլիարդ 522 միլիոն, 23 թվականին 44 միլիարդ 298 միլիոն, 24 թվականին, ինչպես նշեցի, 52 միլիարդ 636 միլիոն դրամի գույք եւ դրամական միջոց։ 2024 թվականին նախաքննական մարմինների կողմից քննված քրեական վարույթներով արգելանք է դրվել 2 միլիարդ 658 միլիոն 771 հազար դրամ արժողությամբ գույքի եւ դրամական միջոցների վրա։ Դատախազությունում այս տարի վերլուծվել են նաեւ 2018-24 թվականների ընթացքում արգելադրված գույքային միջոցների վերաբերյալ տվյալները։ Պատկերը հետևյալն է. 2018-24 թվականների ընթացքում ավարտված քրեական վարույթներով արգելադրված գույքային եւ դրամական միջոցները կազմում են 42 միլիարդ 317 միլիոն 283 հազար դրամ։ Սա մոտավորապես համարժեք է 108 միլիոն 12 հազար ամերիկյան դոլարի։ Արգելադրված շուրջ 300 անշարժ գույք դեռևս գտնվում է գնահատման փուլում։ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում 2021-ից մինչև 25 թվականի ապրիլի 9 ընկած ժամանակահատվածում հակակոռուպցիոն դատարանի վարույթում գտնվող 147 հայցադիմումներով արգելանք է դրված 1496 անշարժ գույքի, 288 շարժական գույքի, 391 իրավաբանական անձում մասնակցության իրավունքի եւ 536 միլիարդ 190 միլիոն 782 հազար դրամի վրա։ Արգելադրված գույքերի եւ իրավաբանական անձանցում մասնակցության գնահատումը դեռևս ընթացքի մեջ է։ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազների կողմից 2018-24 թվականներին ներկայացված 65 քաղաքացիական գործերով դատարանների կողմից հայցի ապահովման միջոցներ կիրառելու արդյունքում շուրջ 28 միլիարդ 768 միլիոն 229 հազար դրամի, իսկ դա համարժեք է 73 միլիոն 429 հազար ամերիկյան դոլարի, հայցագնի չափով արգելանքներ են դրվել պատասխանողներին պատկանող գույքերի վրա։ Սրանք դրամական միջոցների բռնագանձման հայցապահանջներն են եւ շուրջ 567 հեկտար մակերեսով հողամասի վրա դրված է արգելանք կամ պատասխանողներին արգելվել է նշված հողամասերի նկատմամբ որոշակի գործողություններ կատարել։ Հողամասերի մի մասի շուկայականին մոտարկված կադաստրային արժեքները, որոնք հնարավոր է եղել հայցի ընթացքում պարզել, կազմում են ընդհանուր 12 միլիարդ 171 միլիոն դրամ։ Դա համարժեք է 31 միլիոն 65 հազար ամերիկյան դոլարի։ Գլխավոր դատախազությունը պետական եւ համայնքային շահերի պաշտպանության հայց հարուցելու բացառիկ լիազորության շրջանակում 24 թվականին շարունակել է ուսումնասիրությունները եւ պետական շահերի պաշտպանության հարցադրումներով կատարել 435 ուսումնասիրություն։ Հայտնաբերվել է 328 իրավախախտում։ Ուսումնասիրություններն ընդգրկել են պետական եւ համայնքային գույքի պահպանության, օտարման իրավաչափության, հողային օրենսդրության պահանջների պահպանման, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման, ինչպես նաեւ քաղաքաշինության ոլորտները։ Այսպիսով ամփոփելով, հաշվետու եւ նախորդ տարիներին ներկայացված հայցերով 24 թվականի ընթացքում դատախազների կողմից ներկայացված հայցերի հիման վրա կայացված դատական ակտերով Հայաստանի Հանրապետության կամ համայնքի սեփականության իրավունքն է գրանցվել շուրջ 2 միլիարդ 785 միլիոն 511 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 18 միավոր անշարժ գույքի նկատմամբ։ 2024 թվականի ընթացքում դատախազական ակտերի հիման վրա պետությանը եւ համայնքներին են վերադարձվել մի շարք գույքեր, որոնց ընդհանուր շուկայական արժեքը, շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը 107 միլիոն 341 հազար դրամ է։ Զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի եւ կազորների զինվորական դատախազությունների կողմից 2024 թվականին իրականացված ուսումնասիրություններով արձանագրված պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 5 միլիարդ 677 միլիոն 550 հազար դրամ, 23 թվականին 5 միլիարդ 62 միլիոն 243 հազար դրամ։ Դատախազական ներգործության միջոցների կիրառման արդյունքում 2024 թվականին վերականգնվել է 11 միլիոն 310 հազար ամերիկյան դոլարին համարժեք 4 միլիարդ 462 միլիոն 706 հազար դրամ։
դրամ։ Հիշեցնեմ, որ 2023 թվականին վերականգնվել էր 2 միլիարդ 482 միլիոն 453 հազար դրամ։ 2024 թվականի ընթացքում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ դատարանը ներկայացվել 44 հայցադիմում։ Դատարանի կողմից վարույթ ընդունված հայցադիմումներով բռնագանձման ենթակա գումարի չափը կազմում է 96 միլիարդ 961 միլիոն 344 հազար դրամ։ Բռնագանձման է ենթակա նաև 346 անշարժ և 71 շարժական գույք, ինչպես նաև 85 իրավաբանական անձում մասնակցություն։ Ինչպես նշեցի, արգելադրված գույքերի և իրավաբանական անձանցում մասնակցության արժեքը գտնվում է գնահատման փուլում։ 2024 թվականի ընթացքում գլխավոր դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում կնքել է հաշտության 4 համաձայնություն, որոնցից մեկով Հայաստանի Հանրապետությանն է փոխանցվել Երևան քաղաքում գտնվող 1 անշարժ գույք, շուկայական արժեքը կազմում է 2 միլիարդ 18 միլիոն 400 հազար դրամ, իսկ մյուս 3 հաշտության համաձայնություններով փոխանցման է ենթակա ընդհանուր 858 միլիոն 972 հազար դրամ, որից 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ փաստացի փոխանցված է եղել 515 միլիոն դրամը։ Հիշեցնեմ, որ 23 թվականին ևս հաշտության 4 համաձայնություններ են կնքվել և դրանց արդյունքում Հայաստանի Հանրապետությանն է փոխանցվել 6 անշարժ 1 շարժական գույք, որոնց շուկայական արժեքը 2 միլիարդ 102 միլիոն դրամ է, իսկ փոխանցված դրամական միջոցները 80 միլիոն դրամ։ 2024 թվականին օրինական ուժի մեջ է մտել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցադիմումն ամբողջությամբ բավարարելու վերաբերյալ 1 վճիռ։ Վճռով Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Երևան քաղաքի Վարդանանց փողոցում գտնվող 1 բնակարանի և Կոտայքի մարզի Առինջ համայնքում գտնվող 1 բնակելի տան նկատմամբ։ Գույքերը 2025 թվականի ապրիլի 10-ին ամրացվել են պետական գույքի կառավարման կոմիտեին։ Բռնագանձման ենթակա 50.720 եվրոյին համարժեք դրամը և 878 դրամը արդեն փոխանցված են վերականգնված միջոցների միասնական հաշվին, իսկ մնացած 55.8 միլիոն դրամի բռնագանձման նպատակով Հակակոռուպցիոն դատարանից ստացված կատարողական թերթն ուղարկվել է հարկադիր կատարումն ապահովող ծառայություն։ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում 2021 թվականից մինչ օրս Հակակոռուպցիոն դատարանի վարույթում գտնվող շուրջ 150 հայցադիմումներով արգելանք է դրված 1496 անշարժ գույքի, 288 շարժական գույքի, 391 իրավաբանական անձում մասնակցության իրավունքի, 536 միլիարդ 190 միլիոն 782 հազար դրամի վրա։ Արգելադրված գույքերի և իրավաբանական անձանցում մասնակցության արժեքը դեռևս գտնվում է գնահատման փուլում։ 147 հայցադիմումներով ընդհանուր հայցագինը 608 միլիարդ 505 միլիոն 333 հազար դրամ է։ Հիշեցնեմ, որ կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 5-ի որոշմամբ ստեղծվել է վերականգնված միջոցների միասնական հաշիվ։ Քրեական վարույթներով պետությանը, համայնքին, պետական կամ համայնքային մասնակցությամբ կազմակերպություններին կամ պետական կամ համայնքային մասնակցությամբ ոչ առևտրային կազմակերպություններին պատճառված վնասի վերականգնման նպատակով դրամական միջոցները վճարվում են ֆինանսների նախարարության կողմից կառավարվող վերականգնված միջոցների միասնական հաշվին։ Հանրային հաշվետվողականության նկատառումներից ելնելով գլխավոր դատախազության կողմից կիսամյակային պարբերականությամբ տեղեկատվություն է հրապարակվելու քրեական վարույթներով հաշվետու ժամանակահատվածում վերականգնված դրամական միջոցների, ինչպես նաև որպես գույք արգելադրված Հայաստանի Հանրապետության դրամի վերաբերյալ ըստ նախաքննական մարմինների տարբերակման։ Ամփոփելով նշեմ, որ 2024 թվականի ընթացքում ընթացիկ և ավարտված քրեական վարույթներով, դատարաններում ավարտված քրեական գործերով, պետական և համայնքային շահերի պաշտպանության և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցերով ու հաշտություններով, ինչպես նաև զինվորական դատախազության կողմից կիրառված դատախազական ներգործության միջոցներով Հայաստանի Հանրապետությանը և համայնքներին է փաստացի վերադարձվել շուրջ 134 միլիոն 729 հազար ամերիկյան դոլարին համարժեք 52 միլիարդ 636 միլիոն դրամի գույք և դրամական միջոց։ 23 թվականին 113 միլիոն 386 հազար ամերիկյան դոլարին համարժեք 44 միլիարդ 298 միլիոն դրամի գույք և դրամական միջոց։ Հարգելի գործընկերներ, հաշվետու ժամանակահատվածում միջդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հետևողական և պատշաճ դատախազական հսկողության, ինչպես նաև շրջադարձային դատախազական ակտեր կայացնելու արդյունքում հաստատված մեղադրական եզրակացությունով դատարան են հանձնվել մի շարք քրեական վարույթներ, որոնք ներկայացված են հաղորդման մեջ, բայց մի քանիսը կթվարկեմ։ Դրանցից մեկը վերաբերում է Պաշտպանության նախկին նախարարի կողմից փողերի լվացում կատարելու վերաբերյալ քրեական վարույթին։ Երկրորդը սոցիալական ապահովության
ապահովության պետական ծառայության աշխատակազմի Գավառի սոցիալական ապահովության տարածքային բաժնի նախկին պետի կողմից բազմաթիվ դեպքերով կաշառք ստանալու վերաբերյալ քրեական վարույթին։ Երրորդը ֆուտբոլի ֆեդերացիա նախկին նախագահի փոխկապակցված անձանց կողմից կեղծիքներ կատարելու միջոցով խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակություններ, վստահված գույքի հափշտակություն, ինչպես նաև փողերի լվացում կատարելու վերաբերյալ քրեական վարույթը։ Երևան քաղաքի Աբովյան, Արամին, Նալբանդյան փողոցներին հարող տարածքում անշարժ գույք ձեռքբերում եւ կառուցապատում իրականացրած ընկերության տնօրենի կողմից անշարժ գույքի գնահատում իրականացնող ընկերության տնօրենի օժանդակությամբ մի շարք անձանցից առանձնապես խոշոր չափերով ընդհանուր 666 միլիոն 765 հազար դրամ հափշտակելու, ինչպես նաև իրավունք վերապահող ակնհայտ կեղծ պաշտոնական փաստաթղթեր օգտագործելու վերաբերյալ վարույթը։ Անձը միջդատական վարույթի ընթացքում ամբողջությամբ վերականգնել է ֆիզիկական անձանց հանցագործության պատճառված վնասը։ Հաջորդ վարույթը Ծիծեռնակաբերդի խճուղի 4 հասցեում գտնվող անշարժ գույքը կադաստրային արժեքից 5 անգամ ցածր գնով ձեռք բերելու փորձ կատարելու վերաբերյալ քրեական վարույթն է։ Երևան համայնքներից մեկի ղեկավարի կողմից համայնքապատկան մանկապարտեզը հափշտակելու վերաբերյալ մեկ այլ քրեական վարույթ։ Արարատի մարզի բնակավայրերից մեկի ղեկավարի կողմից կենցաղի տունը շուկայականից էականորեն ցածր գնով իր աներոջը վաճառելու վերաբերյալ քրեական վարույթ։ Օրենքի խախտմամբ օտարված շողեր Մսուր մանկապարտեզի վերաբերյալ քրեական վարույթ։ Ձորակ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնի նախկին տնօրենի կողմից խոշոր չափի կաշառք պահանջելու եւ ստանալու վերաբերյալ քրեական վարույթ։ Արմավիր քրեակատարողական հիմնարկի մի շարք պաշտոնատար անձանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով անազատության մեջ գտնվող անձի սպանությունն արձանագրելու վերաբերյալ քրեական վարույթ։ Հայաստանի խուլերի միավորում հասարակական կազմակերպության նախկին եւ ներկա նախագահների կողմից առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթ, Պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղի տնօրենի նախկին պաշտոնակատարի կողմից կաշառք ստանալու վերաբերյալ քրեական վարույթ, Զորակոչի բաժնի պետի կողմից 23000 ամերիկյան դոլար կաշառք ստանալու վերաբերյալ քրեական վարույթ։ Վարույթներն իհարկե շատ են եւ ինչպես նշեցի մանրամասն ներկայացված են հաղորդման մեջ։ Հաղորդման մեջ ներկայացված է 2024 թվականին ամփոփված 23 թվականի ընթացքում քրեական օրենսգրքի 290 եւ 291 հոդվածներով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթները։ Եթե կհիշեք, հարկեր տուրքեր եւ այլ վճարներ վճարելուց, ինչպես նաեւ կանխիկ դրամական միջոցների եւ վճարային գործիքների մաքսանենգության հոդվածների վերաբերյալ անցյալ տարի եւ դրան նախորդող տարի բավական բուռն քննարկումներ եղան քրեական վարույթների հետ կապված, դրանով պայմանավորված դատախազությունը որոշեց ուսումնասիրել միջդատական վարույթի նկատմամբ դատախազական հսկողության եւ մեղադրանքի պաշտպանության վիճակը եւ արդյունքում վերլուծության հիման վրա հաղորդման մեջ ներկայացված են, բայց նաեւ կբարձրաձայնեմ դատախազությունը մի շարք վերլուծական եզրահանգումներ է արել, որոնք հանգում են հետևյալին։ Քրեական օրենսգրքի 290 հոդվածի հատկանիշներով քննվող քրեական վարույթներով պետությանը պատճառված վնասի հաշվարկը։ Հաջորդ ոլորտը, որը ուսումնասիրված եւ դրա վերաբերյալ եզրահանգումները ներկայացված հաղորդման մեջ հարկային պարտավորությունները առաջացրած համալիր հարկային ստուգման ակտերը մինչեւ քրեական վարույթի ընթացքի լուծումը վարչական դատարանի կողմից անվավեր ճանաչելը։ Վստահ եմ կհիշեք, այս հարցը եւս բավական շատ քննարկվում էր։ Հարկային օրենսգրքով նախատեսված հարկային վաղեմության հաշվարկը եւ մեղսագրվող արարքում բուն հարկային պարտավորություններից զատ չվճարված հարկի նկատմամբ հաշվարկված տույժերի եւ տուգանքների վերանայումը։ Ինչպես նշեցի, այս բոլոր հարցերի վերաբերյալ մանրամասն վերլուծությունները եւ եզրահանգումները ներկայացված են հաղորդման մեջ։ Հաղորդման մեջ ներկայացված է նաեւ 2024 թվականին ամփոփված 2022-23 թվականներին եւ 24 թվականի առաջին կիսամյակի ընթացքում քրեական օրենսգրքի 383-րդ հոդվածով դա ընդերքի պահպանման եւ օգտագործման պահանջները խախտելն է, նախատեսված հանցագործության հատկանիշներով քննված քրեական վարույթներով նախաքննության նկատմամբ դատախազական հսկողության եւ մեղադրանքի պաշտպանության վիճակը։ Ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2022 թվականի ընթացքում 15 քրեական վարույթներով պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 396 միլիոն 292,786 դրամ, որից մեկ վարույթով միայն վերականգնվել է 130 միլիոն 455,130 դրամը։ 2023 թվականի ընթացքում 6 քրեական վարույթով պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 775 միլիոն 394,290 դրամ, որից մեկ վարույթով վերականգնվել է 147 միլիոն 192,448 դրամը։ 2024 թվականի
առաջին կիսամյակի ընթացքում 15 քրեական վարույթով պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 514 միլիոն 409 հազար 890 դրամ, որից վերականգնվել է միայն առաջին կիսամյակի ընթացքում 92 միլիոն 78 հազար 102 դրամ։ Եթե համեմատենք 2022 թվականի համեմատությամբ 23 թվականի ընթացքում ենթադրյալ հանցագործությունների արդյունքում պետությանը պատճառված պարզված վնասի չափը, ապա այն ավելացել է 379 միլիոն 101 հազար 504 դրամով կամ 95.6%-ով։ Համեմատության համար նշենք, որ միայն 24 թվականի առաջին կիսամյակի ընթացքում պարզված պետությանը պատճառված վնասի չափը կազմել է մոտ կես միլիարդ դրամ։ Աճի դինամիկայի արձանագրված նաև պատճառված վնասների վերականգնման գործընթացում, մասնավորապես 23 թվականին 22-ի համեմատությամբ վերականգնված վնասի չափը կազմել է 16 միլիոն 737 հազար 318 դրամով կամ 12.8%-ով ավելի։ Համեմատության համար պետք է նշել, որ միայն 2024 թվականի առաջին կիսամյակի ընթացքում վերականգնված վնասի չափը կազմել է 92 միլիոն 78 հազար 102 դրամ, ինչը վկայում է գործընթացում դրական դինամիկայի կայունության մասին։ Իրականացված ուսումնասիրությունների արդյունքով պարզվել է, որ հիմնականում Արարատի և Արմավիրի մարզերում արձանագրվել են դեպքեր, երբ որոշ ընկերությունների տնօրեններ իրականում չունենալով ձկնաբուծարան կառուցելու և ձկնաբուծությամբ զբաղվելու նպատակ, այդ գործունեությամբ զբաղվելու պատրվակով դիմել են տեղական ինքնակառավարման մարմնին, ստացել ձկնաբուծարան կառուցելու շինթույլտվություն և օգտվելով ոչ վտանգավոր թափոնի իրացմամբ զբաղվելու արգելք նախատեսված չլինելու հանգամանքից, խախտելով ընդերքի մասին օրենսգրքի պահանջները և չունենալով ընդերք օգտագործման իրավունք, փաստացի ապօրինի արդյունահանել են պետական սեփականություն հանդիսացող օգտակար հանածուն։ Մասնավորապես ապօրինի հանքարդյունահանումն իրականացվել է ջրավազանների համար փոսեր փորելու անվան տակ։ Նշված խնդիրների մասին դատախազության կողմից 24 թվականի ընթացքում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը ներկայացվել են գրավոր առաջարկություններ։ Առաջարկությունների կապակցությամբ նախարարության կողմից կազմվել և շրջանառության մեջ են դրվել համապատասխան իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ նախագծերը։ Ամփոփելով ելույթս նշեմ, որ դատախազությունը կարևորելով անկախ և անաչառ դատարան ունենալու հրամայականը, ինչպես նաև նպատակ ունենալով ապահովել քրեական օրենսդրությամբ ամրագրված խնդիրների կենսագործումը, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքով սահմանված հիմքով և կարգով 2024 թվականի ընթացքում դիմել է իրավասու մարմիններին կոնկրետ գործերով դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ հաղորդումներով։ 2024 թվականի ընթացքում դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դատախազության կողմից արդարադատության նախարարին է ներկայացվել 11 հաղորդում, որոնցից 7-ի դեպքում մերժվել է դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելը, մեկը դեռևս գտնվում է քննարկման փուլում, իսկ 3 հաղորդման կապակցությամբ արդարադատության նախարարը հարուցել է 3 կարգապահական վարույթ։ Հարուցված կարգապահական վարույթի արդյունքներով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությամբ արդարադատության նախարարությունը դիմել է Բարձրագույն դատական խորհուրդ։ Վերոնշյալ 3 միջնորդությունների քննության արդյունքում Բարձրագույն դատական խորհուրդը կարգապահական պատասխանատվության է ենթարկել 3 դատավորի, նշանակելով նախազգուշացում, խիստ նախազգուշացում և լիազորությունների դադարեցում կարգապահական տույժի տեսակները։ Հարկ է արձանագրել, որ դատավորի նկատմամբ լիազորությունների դադարեցում կարգապահական տույժի կիրառման համար հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ միջին ծանրության հանցագործությունների կիրառման համար մեղադրվող մեղադրյալի վերաբերյալ գործի քննությունը իրականացվել է շուրջ 3 տարի, որի ընթացքում չի պահպանվել գործի ողջամիտ ժամկետում քննության պահանջը։ Հիշեցնեմ նաև, որ այս տարվա ընթացքում փետրվարին և 1 շաբաթ առաջ Բարձրագույն դատական խորհրդին նաև միջնորդություն է ներկայացվել գլխավոր դատախազի կողմից քրեական պատասխանատվության ենթարկելու թույլտվություն տալու, համաձայնություն տալու կապակցությամբ, որոնք ևս վերաբերում են դատարանում գործի քննության ողջամիտ ժամկետների խախտմանը դատավորների կողմից։ Փետրվարին ներկայացված միջնորդությունը վերաբերել է անփութությամբ այդ խախտումը թույլ տալու դեպքին, իսկ 1 շաբաթ առաջ Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացված միջնորդությունը վերաբերել է $10,000 կաշառքի դիմաց գործի քննության ժամկետները ձգձգելու վերաբերյալ դատավորի և դատավորին օժանդակած անձանց վերաբերյալ վարույթին։ Հարգելի գործընկերներ, չեմ ցանկանում շատ չարաշահել ինձ հատկացված ժամանակը, ընդհանրապես ամփոփելով ելույթս ցանկանում եմ նշել, որ Դատախազության 2024 թվականի գործունեության մասին հաղորդումը հրապարակվել է ավելի քան 1 ամիս առաջ և այս ընթացքում տարբեր գործընկերների, տեսաբան և պրակտիկ իրավաբանների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և լրագրողների կողմից մենք տարբեր հետադարձ ազդակներ ենք ստացել,
Եվ մեզ համար շատ կարևոր է, որ հաղորդման մեջ ներառված տեղեկությունները օգտագործվում են որպես ուսումնասիրության աղբյուր։ Շնորհակալություն եմ հայտնում դատախազներին, դատախազության աշխատակիցներին, իրավապահ ու դատական համակարգի բոլոր գործընկերներին, նրանց սրտացավ աշխատանքի համար եւ վստահեցնում եմ, որ նման ձևաչափի արդյունքը, որը ներկայացված է հաղորդման մեջ, անհնար էր ապահովել, եթե չլիներ համագործակցված աշխատանք իրավապահ մարմինների եւ իրավաչափ համագործակցության արդյունքում դատարան ներկայացված ու պատշաճ ժամկետում քննված վարույթների վերաբերյալ հարգելի նախագահող, ես մի փոքր շուտ ավարտեցի, շնորհակալ եմ։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։